Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարի գալուստ Պարզից Պարզ պոդքասթ, այսօր ձեզ հետ ես եմ Արաչ Ալաբյանը, Արտյոմ Զաքարյանը և մեզ հյուր է եկել Մերի Բադալյանը, Երևան Wine Days, բոլորի համար շատ արդեն ծանոթ, տեսանելի, լսելի գինու փառատոնի համահիմնադիր, բարև եք եկել։ Շնորհակալություն, որ այստեղ եմ։ Սպոնտան ստացվեց ձեր գալը, մեր ջան, մենք սովորաբար խոսում ենք ավելի տենց ֆինանսներ, տնտեսագիտություն, կառավարում եւ այլն, բնականաբար կապ ունի, բայց մի քիչ մեր համար նոր թեմա է։ Խնդրեմ մի քիչ մեզ էքսկուրս անեք, թե ինչպես հիմնադրվեց Wine Days-ը, դուք ինչպես հայտնվեցիք, ինչ եք ուզում անեք։ Միջոցառումը, որ տեսնում եք, այդ ընդամենը, այդպես ասած, այսբերգի այն ամենակատարն եք տեսնում, որը ունի եւ հիմքը, սկսում ենք բարձրանալ, հետո հիմքից հետո էլ շատ երկար էլի մինչեւ հաջորդ կողմը պիտի իջնենք, այսինքն ինքը մոտավորապես 13 ամսվա աշխատանք է, համարյա մինչեւ սկսելը, հեսա արդեն մոտավորապես մայիսից սկսել ենք 2027-ի վրա աշխատելը, որ պատկերացնեք, ու կփակենք այս ներկայինը, կփակենք որպես նախագիծ իրան ընդամենը սեպտեմբերի վերջ, այտենց երկար ինքը գնում է։ Հիմա ինչից սկսեց։ Իսկ ինչ է, կասեք, մի քիչ մենք էլ պատկերացնենք, բացի այդ 3 օրից ինչա կատարում։ 3 օրից բացի, տեսեք, մոտավորապես 6916 նամակ բյուրոկրատական դոհուբոհ, հա։ մոտավորապես այդ թիվը։ Մոտավորապես ազնիվ խոսք եմ ասում, երևի եթե մեր նամակագրությունը նայեք, բոլոր տեսակի, մենք ամեն տարի վերսկսում ենք թույլտվությունը չենք ստանում մի քանի անգամ, հետո տարբեր պատճառաբանումներով, հետո նորից ստանում ենք, հետո նորից պարզաբանումներով։ Քաղաքապետարանից։ Հա, հետո դա ոստիկանություն է, դա այդպես չի, որ ամեն տարի այսպես գրված ու ասում են եկեք ամեն տարի արեք, չէ, մենք պիտի համապատասխանենք ամեն տարի բոլոր կանոնակարգումներին, որ կա, ամեն տարի ինչ-որ բան էլ կարա փոխվի կամ վերհիշեն, որ այդ բանը կար, օրենքը կար։ Այդպես։ Դա։ Այդ մենակ նամակագրությունը, ուզում ասեմ, բյուրոկրատիան արդեն բավականին մեծ մասն է, բայց հաշվի առեք, որ եթե ունենում ես 180-200 հազար այցելու 3 օրերի ընթացքում, դա հենց այնպես չի եկել, այդ նշանակում է դու պիտի մինիմում 15 ամիս առաջ աշխատես միջազգային շուկայում, դա կլինի եւ մեդիայի դաշտում, եւ տուրօպերատորների դաշտում, միջազգային նկատի ունեմ, որ կարողանաս միջազգային նկատի ունեք դրսից որ այո, ինդիվիդուալին դու կարողանում ես բերես, այսինքն անհատ զբոսաշրջիկին կարողանում ես բերել մեդիայի միջոցով, ինֆլուենսերների, բլոգերների եւ այլն միկրո ինչ որ համակարգեր կան, որ գիտես իրենց կարող ես այդտեղից բռնել, ոնց որ ասած, դեպի Հայաստան հրապուրել եւ կա արդեն տուրօպերատորների համակարգը, որ իրենց հետ է սկսում աշխատել, որ իրանք տուր փաթեթները հրապուրվեն ինչ որ մի բանով ու տուր փաթեթները գրեն դեպի Հայաստան ու հասկանան ինչով պիտի զբաղեցնեն իրենց զբոսաշրջիկին։ Դա միջազգային է, դե այդպես թե այնպես նաև տեղացի զբոսաշրջիկներ, տուրօպերատորների հետ էլ աշխատում ենք։ Իսկ քանի երկրից են գալիս։ Նայեք, որ ասեմ հենց հիմա ամբողջ դատան այդպես լավ ձևով ունենք, որովհետև ֆինանսները մեր չի բավարարում, որ շատ լավ դաշտային հարցումներ անենք եւ այլն, մենք կարող ենք ասել նախավաճառքից։ Նախավաճառքից ես օրինակ երեք էի հենց անալիտիկան նայում ու ապշել էի, որ կա 20% մինչև հիմա կատարված նախավաճառքից փետրվարից ենք բացել 20%-ը Միացյալ Թագավորություն։ Ինձ համար ապշեցուցիչ թիվ էր։ Ես նման թիվ չէի տեսել ոչ մի տարի։ 20% բոլոր վաճառքների։ Նախավաճառքի, որ տոմսն է, հա։ Տեսեք ոնց է, միջոցառումը ազատ է։ Բայց այսինքն բաց է։ Ինքը դու կարող ես Փողոցով քայլել։ Բացի փողոցով քայլել, կա գինեգործ, որը շշով եթե ուզում են առնել, շշով պարզապես կարող են իրենց կամ գումարով առնել։
Այսինքն այդ տաղավարներում ինչ ցուցադրվում է, դա է նախավաճառքի, հա, ճիշտ հասկացա։ Հիմա բացատրեմ, բայց եթե զբոսաշրջիկը ուզում է գինին համտեսի, ինքը չի ուզում շիշը առնի, ինչ անի, չի դնելու բերանը, խմի, շիշը ինքը առնում է հիմնականում այն դեպքում, երբ համտեսեց։ Այ մեխանիզմը իր ամբողջ այդպես ֆինանսական ողնաշարը կառուցված է նրա վրա փառատոնի, որ փաթեթը պիտի գնի բաժակա մեջը տոմսակներ են, տարբեր տեսակի գործընկերային առաջարկներ են, քարտեզը, Հայաստանի մասին պատմող նյութեր, գինեգործության մասին նյութեր եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը կա, բացիկներ, որ իրենք հենց այդտեղից նամակներ գրեն ուղարկեն իրանց կամ իրենց ուղարկեն կամ իրենց ընկերներին կանչեն դեպի Հայաստան հաջորդ տարվա եւ այլն։ Ինչպես հիմա այդ փաթեթը, որ առնում են, դա ունենք նախավաճառք կայքով դրված եւ բացի կայքից նաեւ միջազգային հարթակներում ունենք, որ իրենք ստանում են QR կոդը, հենց ֆիզիկապես բաժակը եւ այդ ամբողջ փաթեթը գալիս են միջոցառման օրը տեղում ստանում են QR կոդով Դա մեխանիզմը մի օրվա։ Չէ, 3 օրվա Երեք է, օրվա։ իրենք կարող են սպառել 1 օրում, 3 օրում, եթե սպառեցին տոմսակները նորից, ամենակարևոր բանը այն է, որ մենք առաջին տարվա 17 թվականի բաժակը ընդունում ենք։ Դա դուք կարող եք մեկ անգամ ընդամենը տալ 4000 դրամ բաժակը առել եք 17 թվականին 3000 դրամ ու դուք ընդամենը տոմսակ եք առնում, կարող եք եւ չառնել, կարող եք եւ շիշով գինին առնել ու լցնել ձեր բաժակի մեջ, ասենք։ Բայց բոլորը դա չեն անում։ Դա հիմնականում սիրում են գալ կանոններին, թեպետ ազատ է, բայց մարդիկ սիրում են կանոններին հետևել ու ոնց որ խաղ լինի, խաղին խաղան։ Ոնց միտքը ծագեց դա անելու։ Միտքը իմը չի, բայց միտքը ծագել է պայքարից, երբ Դոլմամայի կողքը կա շատ հին գինու մառան։ Պուշկինի վրա։ Պուշկինի վրա։ Ընդհանրապես ամբողջ Պուշկինը եւ Հանրապետության փողոցը ամբողջ տակով գինու մառաններ են եղել։ Նույնիսկ մառանից մառան ճանապարհ է եղել։ Բայց դա քանդման ենթակա է։ Գիտեք Դոլմամայի պատմությունը, երկար տարիներ պայքարում է եւ այլն եւ այլն։ Հիմա այս կոնկրետ այդ մի մառանը, որ ուզում էին հենց քանդեին, դրա համար իմ գործընկերուհին եւ իր հոգատար այլ ընկերներ, որոնք գինու ոլորտից են, գինու ոլորտից չեն, պարզապես հոգատար հայեր էին, մտածում են ինչպես անեն, որ պահեն, հետո զրույցի ժամանակ դեռ 16 թվական եմ ես ասում։ Զրույցի ժամանակ պարզվում է, որ մարդիկ չգիտեն հայկական գինու պատմությունը։ Գուցե դրա համար է, որ մտածում են ինչ ա եղել, որ հին պատա, ինչ անենք, որ ժամանակին էսի գինու մառան ա եղել, ասենք 100-150 տարի առաջ։ Եթե իմանան, գուցե ավելի հոգատարաբար կվերաբերվեն։ Այ դրանից սկսում է, որ ուզում են Պուշկինի վրա բերեն ներկայացնեն այդ պահին 16 թվականին ինչ գինիներ կան։ Բայց հարցը նրանում է, որ Պուշկինը փոքր էր, հարմար չէր եւ այլն, որոշում են քաղաքապետարանից որևէ փողոցի համար թույլտվություն ստանան, այն ժամանակ Տարոն Մարգարյանից թույլտվություն ստանում են, բայց 2 օրվա Սարյանի, որտեղ ամենակիչ ճանապարհային այդպես անցանելիություն այն ժամանակ Կենտրոնը, հա։ Սարյանն էր, որտեղ ինքը ամենակիչ օգտագործվող փողոցներից մեկն էր դեռ այն ժամանակ 16-17 թվականին։ Not anymore։ Not anymore, հա։ Այդպես դե մեր այսպես ասած մեր թեթև ձեռքով էլ կարելի է ասել ու 17 թվականին թույլտվությունը ստանում են, այդտեղ արդեն ստանում են ու հետո քննարկում են ինչ պիտի լինի, քննարկում են, որ անպայման Երևան բառը պիտի լինի մեջը, որովհետև մենք ճիշտ Երևանում հենց գինեգործություն որպես այդպեսին չկա, մեր գինեգործության բնորանը մի քիչ ուրիշ տեղ է, Վայոց ձոր է, բայց կապ չունի, եթե մենք կարողանանք նաև Երևանը Հա, բայց որպես շամպայնի մասն խոսքը, թե չէ։ Չէ, գինու, կոնյակի ուղղուց։ Հա, անունը մեջ է, գինի կա, դա հասկաց։ Կա, որպես ասեք կա, բայց որ եթե ուզում եք երկրի, որովհետև դեռ այն ժամանակ ոչ մեկ հենց այն ժամանակ արդեն հիմքը դրվել էր դա չի լինում նեղ ուղակի Երևանը ներկայացնող։ Երևան բառը վերցվել է, որ եւ նույնիսկ եթե նայեք մեր առաջին տարիների ապրանքանիշը, ինքը սեպագիր 2 տող կա կարասի վրա։ Դա հենց Էրեբունի Երևանի, այսպես ասած, անձնագրի առաջի 2 տողն է։
դրված, որովհետև մարդիկ հարցնում էին, օրինակ միջազգային տուրօպերատորները, բաս սա ինչ է, ու սկսում ես դու պատմել, թե դա ինչ է, որտեղ դա մարքեթինգային այդպես քայլ էր, որ հարցնեն, բայց սեպագիրը ինչ գործ ունի Կարասի վրա, իսկ Կարասը ինչի է դարձել ձեր բանը, իսկ ինչի է Երևան անունը, որովհետև ասում ենք մենք 5 քաղաք ենք, մենք ունենք 2800 տարվա պատմություն պլյուս եւ ունենք այդ ավելի վաղ գինու պատմություն Կարասի տեսքով, որովհետև Կարասը բնական այդպես հենց ապացույցն է, այն որտեվ Կարասը եթե կա ու այդ իր շատ հեշտ է իրան ապացուցել, որ ինքը 6100 տարի առաջ իր մեջ գինու արտադրություն է եղել։ Դա ամենահեշտ բանն էր, որ կարելի էր անել ու ունենք հիմա մենք այդ ապացույցը։ Մի խոսքով մի քիչ պատմական ակնարկ էր, բայց դա էր պատմությունը, երբ որ եկավ, ես ներգրավել եմ որպես ֆոնդահայթայթման մասնագետ առաջին տարին, որպեսզի կարողանամ հասկանամ, բայց այն ժամանակ չկար գրված, որովհետև չկար գրված նախագիծ։ Դրա համար ես ամբողջովին մտա մեջը, հասկացա, որ նույնեն աշխարհի ամենա այդպես Հայաստանում իմ գործընկերուհին կարծում եմ այն մարդկանցից է, որ իր հայրենասիրության չափը ուղղակի չկա, ես նույնիսկ սովորում եմ իրանից հայրենասիրությունը, որովհետև ինքը դրանից առաջ դեռ 10-12 տարի Արենուում էր գինու փառատոնը անում, փոքր չնչին պետական 1 միլիոն դրամանոց գրանտերով, բայց դա Արենուում էս ամեն ինչ չէր աշխատի, ճիշտ եմ հասկանում։ Նայեք Մասշտաբ չէր։ Եկեք ուղղակի երևի մի քիչ հաճելի բան չեմ ասի, Արենիում չի զարգանում, որովհետև Արենին հիմնադրամը, կներեք Համայք ջան, Արենիի, որ համայնքը դեր չէ, տեսեք, դա կարևոր է, ես բիզնես, չէ, կաշխատել, դա կապ չունի։ Դա կապ չունի, եթե լավ կենտրոնանալ, դա կաշխատի։ Արենիում չի աշխատում, որովհետև համայնքը հիմնադրամի մի մասն է ու որոշումները բիզնեսը, օրինակ, եթե ես ուզեմ այնտեղ զարգացնել փառատոն։ Ես իմ որոշումները անընդհատ պիտի սահմանափակումներով անեմ։ Իսկ բիզնեսը նման սահմանափակումներ չի սիրում։ Այսինքն ես կտրուկ որոշումների պիտի գնամ, իսկ համայնքապետարանը չի կարող իր ընտրազանգվածի հետ կտրուկ որոշումների գնալ։ Ես այդ խնդիրը չունեմ, որովհետև ինձ ոչ մեկ չի ընտրում։ Ես բերում եմ համայնքին ինչ որ։ Դա շատ մեծ է այդ խնդիրները։ Դրա համար ինքը այն կարգավիճակում որ կա, չի էլ զարգանա։ Իսկ գինու օրերը միշտ առաջին տարվանից իմ պայմանը, որ ես դարձել եմ իմ գործընկերուհու հետ համահիմնադիր ու հավասար գործընկեր, իմ պայմանը եղել է այն, մինչև ինքը շատ չմեծանա, մենք պետական որևէ միջոցի չենք դիմելու։ Ինչի համար մեծանա, ոնց որ հիմա արդեն մենք 10 տարեկան ենք, բայց մենք այնքան մեծ ենք, փառատոնը այնքան արդեն իր ափերից ոնց որ դուրս է գալիս, էլ չի կարելի որ ինքը մնա մենակ մեր մասնավոր ընկերության 9 աշխատակից ունեցող որևէ փոքր ընկերության ձեռքը։ Դա չի կարելի, անիմաստ է։ Մենք ոչ կկարողանանք միջազգային PR-ը, ճիշտ է, մոտավորապես մի 300-400 հազար դոլար գնում է միջազգային PR-ին, բայց դա բավարար չէ Հայաստանը ավելի լավ ներկայացնելու համար։ 2017-ին քանի մասնակից ա եղել։ 17-ին 25 գինեգործ։ Հենց այդքան էլ կային երևի մաքսիմում պլյուս մինուս։ Խոսքը գնում է ոչ թե մասնակից գինեգործներ, այլ ժողովուրդ որ գնացել է։ Տեսեք, հաշվարկ որ այդպեսին ասեմ չեն կարել, հետո նկարներով մոտավորապես փորձել ենք հասկանալ, մենք ասում ենք օֆիցիալ թիվը 10000։ 17 թվականին։ 17 առաջին տարին։ 25 թվականին։ 25 թվականին 180000։ Ահա։ Այդ դրոնով եք նկարել։ Դրոնով նկարում ենք, դե գիտենք, նայեք ոնց է, գիտենք շատ տեխնիկական ամեն փողոցի երկարությունը։ Ամեն փողոցը եթե 3 մետրանոց ստանդարտ վրան եք դնում, արդեն 6 մետր նեղացնում ենք փողոցները։ Միայն հաշվում ենք այն մարդկանց, ովքեր փողոցի քայլելում, ասում եմ, ոչ թե վրանների տակ են եւ ոչ թե մայթերում են։ Իրենց չենք տեսնում, չենք հաշվում եւ դրոնը գնում է յուրաքանչյուր կես ժամը մեկ նկարում է։ Մենք առաջի ժամը 4-ից մինչեւ 6-ը չենք հաշվում, 6-ից մինչեւ 11-ն ենք վերցնում, 2-2.5 ռոտացիա, որովհետեւ մեկ անձը մաքսիմում մնում է 2 ժամ, մաքսիմում, եթե կարողանում է դուրս գա, որտեղ չի կարողանում դուրս գա։ Համերգներին լավ է երկար են մնում։ Համերգը, նայեք ոնց համերգը որ համերգը նկատում ենք մեզ մոտ թե
Սարյան Թոմայան խաչմերուկի Իրենք ոնց կան այդտեղ էլ մնում են, դա այդտեղ ռոտացիա չի կատարվում։ Ահա։ Նա չի գալիս, նա ոչ գինեսերա, ոչ գինեգետա, ոչ գինու համար է Մելոման եկել։ է։ Հա, բայց Ինքը ինքը եկել է։ այդ մասնակցում է, փաստացի։ Ինքը ոնց կա այդպես կանգնած է, Հա։ մոտավորապես 4000 մարդ այդտեղ կանգնած է, ինքը այդպես էլ կա։ Այդ Իրան ֆրֆրացողները չեն։ չէ։ Լավ։ Այն իրան Իսկ այդ 180,000-ից քանի տոկոսն է որ Հայաստանից են։ այսպես ասեմ, ըստ հարցումների մոտավորապես 30%-ը Հայաստանից չեն։ Բայց մենք նույնիսկ հայ չեն, որովհետև մենք իրենց հարցնում ենք դուք սեզոնային եք, այսպես հայ չեն 30%-ը, բայց 180,000-ից հաշվի առեք, որ դա 70-80,000-ն է ինդիվիդուալ։ Մենք ասում ենք 180,000 այցելու, որը 3 օրերի ընթացքում է, բայց դա ինդիվիդուալ այցելուն չի, նույն անձը 3 անգամ կարող է գալ։ Դրա համար մենք հա 70-80,000 հաշվեք անձ, որի 30%-ը զբոսաշրջիկ է։ Հիմա ինչ եմ հարցնում։ Եթե մենք հաստացի այսօրվա դրությամբ, անցած տարվա դրությամբ ունենք 50,000 լոկալ այցելու, որոնց նկատմամբ երևի մարքեթինգային ծախսերը պետք է որ այդքան բարձր չլինեն, որովհետև իրենք գիտեն փառատոնի մասին։ Մենք չենք էլ անում լոկալի վրա։ Այսինքն ամեն դեպքում այնքան կարևոր է որ դրսի այդ զբոսաշրջիկը լինի, դրա համար դուք այդ կարգի մարքեթինգային բյուջե ունեք։ Նա տեսեք, մենք ինչ թեմայով ենք արդեն 3 տարի գնում պետությանը, որ ասում պիտի խնդրում ենք ֆինանսավորեք, որովհետև ոչ թե գնում ենք նրա համար, որ տվեք մեզ գումար, մենք մեր վրանը վարձակալենք ձեր գումարով, այլ ասում ենք, այս ռաշոն պիտի փոխվի։ Սա գուցե մի քիչ կոպիտ հնչի, տեղացու համար չի փառատոնը։ Ինքը գործիք է, ոնց որ անուղակի ներդրում բերել, ուրիշի գումարը, իր գումարով ինքը գրպանը գա Հայաստան ու ծախսի։ Հիմա այդ գործիքը օգտագործելու համար եկեք այնքան գումար դնենք, որ կարողանանք բերենք, ու մենք կատարեցինք վերլուծություն հատուկ ընկերության կողմից ով այդ ամեն ինչին տիրապետում է եւ ապացուցեց, որ թվերը կան, թե օրինակ 100 միլիոն դրամ ներդրումը ինչքան ժամանակում է պետությունը կարողանում հետ բերի 6 ամիսեր եւ ինչ ծավալներով է կարողանում ծախսածածկումից հետո ինչ օգուտներ է լինում։ Զուտ օթից թվեր մտածեմ։ Մի հոգին եւ մի $1,000 ծախսել է $1050 մեկ անձը 3-ից 5 օրում պաշտոնական թիվը։ Հա, դրսից եկողների Ահա, եթե 20,000 եկել է, այդ 20 միլիոն է։ Այլուց այսինքն 5 օրով են գալիս։ Դե միջինում 3-ից 5 օր է, դրա համար 3 այդ ու հաշվի առեք, սա չի ծախսում Երևանի գինորերում։ Երևանի գինորերում ծախսում է 14,000 դրամ, այսինքն 25 միլիոն դոլարը դա եւ տաքսունա, եւ հոթելինա, հոստելինա, չիրնա եւ այլն։ Ձեր մոտիվացիան ո՞րն է։ Դուք սա բիզնես եք անում, դուք սա հոբի եք Այ անում։ ինչի էր, որ ասի 3 տարի գնում ենք, որ ռաշոն փոխենք։ Մենք կարանք ռաշո չփոխենք այցելուի միջազգային ու որովհետեւ որպես բիզնես ես կարող եմ դա անել ու ամեն տարի իմ օգուտը կունենամ։ Նկատի ունեմ 20,000 գործակիցը, հարաբերակցությունը օրինակ։ Չէ՞, իսկ ինչի եմ ես ուզում փոխել։ Ինչի եմ օրինակ ես գումար ծախսում, որովհետեւ դրսին է 14,000 դրամ է, այնպես չի որ տեղացու համար դա է ժանա, դրսինի համար։ Դա խոսում է նրանից, որ ես, իմ թիմը, իմ գործընկերուհին, մենք հոգ ենք տանում Հայաստանի համբավի տուրիստական զբոսաշրջային համբավի համար։ Ինչի՞։ Այդ դարձել է մեր կյանքի այսպես իմաստներից մեկը։ Մենք կարող ենք առանց այդպես երկերեսանություն չլինի կամ պաթոսային չթվա, իրոք մենք կարող ենք առանց գումար ծախսելու միայն Facebook-ի վրա տարեկան այդ վերջին 1 ամսում $3,000 էլ որ դնենք տեղական շուկայի համար, հավատացեք, մենք մեր նույն ձևով շահույթը կունենանք, նույն, բայց մենք պայքարում ենք, որ մեր արած աշխատանքը մնա դարերով։ Թող լինի 100-200 տարեկան փառատոն։ Ես հիմա ապրում եմ ժամանակավորապես մի քաղաքում, որտեղ ունի 1603 թվականից փառատոն։
1603 թվականից։ Ու դա այնպիսի երկիր է, որ մեզ նման փոքր 2-3 միլիոնանոց պոստսովետյան երկիր է։ Լիտվա։ Եվրոպա է դել։ Դե կներեք, մի 45 տարի այդքան էլ Եվրոպա չի եղել, բայց այդպես ոնց որ համարյա այս ստարտի կետը մեզ նման է, էլի, կարելի է ասել, ու մեզ նման էլ պատմություն ունեն։ Իրանք էլ իրենց Տիգրաննեցը ունեն։ Ծովից Ծովից եղել են, բայց եղել է, չէ՞, Լիտվայի թագավորություն։ Թագավորություն չէ, դքսությունից բացի։ Ռեջ Պոսպոլիտան մի քիչ ավելի մանա, լեհական ու այն ժամանակ ճիշտ է Բելարուս չի կոչվել, բայց այդ բելարուսական այդ տարածքի ազդեցությունն ավելի մեծ է, քան թե լիտվականը, բայց դա հետաքրքիր ֆեդերատիվ հանրապետություն է եղել Ռեջ Պոսպոլիտան, բայց իրենք իրենց սեփական դքսությունն են ունեցել։ Այդ կրծել են էլ իրանցից հողերը կողքին, չէ՞։ Կամաց։ Չեմ ուզում քաղաքացիական հետո կխոսենք թե ասենք ինչ Չէ՞ որ ծովից ծով ասցի դա համար։ Հա, իրանք այդ նույն Բելարուսից գնացել է, այնց Մինսկից դուրս մի քիչ տեղերը, ինքը այնց լրիվ կաթոլիկ բան մշակույթ է, այսինքն Մինսկը շատ սովետական է, բայց այդ դրսերը Նեշվիլ է գնացել։ Ինքը այնց լրիվ այդ Լիտվա բան շատ ավելի մոտ են, էլի այդ իմաստով։ Դե Լիտվան ավելի, եթե վերցնենք Լիտվայից խոսանք, ինքը ավելի կարճ։ Հա, Կվերադառնանք։ Մի խոսքով ինձ համար օրինակ է, ես շատ եմ համեմատում։ Ինձ համար քանի ես չեմ կարող համեմատել Մյունխենի հետ, Գարեջրի փառատոնի հետ, դա լրիվ ուրիշ հիմքի վրա, ուրիշ պատմություն, ուրիշ քաղաքակրթություն է, մոտիվացիա, ուրիշ Չէ, մոտիվացիան էլի իրանց համար ինչի է, եթե մենք խոսում ենք Օկտոբերֆեստի։ Հա, ունեն իրենք իրանց գարեջը։ Դե մենք էլ մեր մոտիվացիան, բայց նույնն է մերը։ Տեսեք, մենք ինչի օրինակ չենք վերցնում, անում, չգիտեմ, մի բանի փառատոն, որը հնարավոր չի արտահանել։ Մենք ինչի ենք գինին վերցրել ու այդպես, որովհետև գինին նաև մեր շնորհիվ ինքը կարա արտահանվի։ Այսինքն փառատոնի, վերադառնանք փառատոնի այդպես տնտեսական ազդեցությունների մի դաշտը չի։ Դա եւ գյուղատնտեսությունն է, եւ զբոսաշրջությունն է, եւ ամենամեծ քանակով հենց գինու արտադրությունն ու արտահանումը։ Գինին չի արտադրվում լոկալի համար, հայկական գինին չի կարող գոյատևել տեղացու համար մենակ արտադրվելով։ Մի 10 տարի առաջ ես հիշում եմ, որ այդ գինու վերաբերյալ որոշակի գինու բիզնեսի վերաբերյալ ուսումնասիրություններ կային, մեր գինին էապես ավելի թանկ է, քան թե շատ դրսի գինիներ, ու շատ դեպքեր մրցունակ չի, դա համար ինձ հետաքրքիր, մենք ոնց են կարողանում, որոշ գինեգործներ ոնց են կարողանում արտահանել, երբ որ գնային մրցունակությունը բավական։ Ես եկեք այդ մասով բավականին շատ տեղեկացված եմ, բայց ոնց որ եթե ես մտնեմ, կմտնեմ արդեն լրիվ ուրիշ դաշտ գինեգործության։ Ես ասեմ որպես զբոսաշրջության մասնագետ ու մեր տեսլականը մեր ընկերության գինու օրերի շնորհիվ ինչ ուղղությամբ ենք մենք ուզում տանել, որովհետև դրանով ես ավելի ոնց որ ամուր հիմքերի վրա կլինի իմ տված տեղեկատվությունը։ Բացի այն, որ գինու օրերը ինքը արդեն 19 թվականից դարձավ B2B հարթակ, այսինքն մարդիկ, ովքեր ուզում են արտահանեն հայկական գինին, իրանք գալիս են հատուկ Հայաստան հենց այդ օրերի համար, դա մենք ստանում ենք եւ իրենցից, որովհետև իրենք դիմում են մեզ, գիտեք, կա ակրեդիտացիայի պահ, կա ունեք տարածք, որ մենք կարող ենք առանձնանալ, որ խոսեն գինեգործի հետ եւ այլն, նման պահանջներ էլ կա։ Գինեգործն ինքն է հարցախույզի, երբ որ լրացնում է միջոցառումից հետո, ինքն է լրացնում, որ գիտեք, մեզ մոտեցել էր, հետո արտահանման դեպքեր շատ ունենք, որ հենց միջոցառման բայց դա դեռ բավարար չէր, որտեղ մենք հասկանում էինք ու այդքան մեջը լինելով, հասկացանք, որ մենք մի հատ քայլ առաջ պիտի անենք, գուցե կողմնակի, բայց մի քիչ տարբերվող մեր երկրի ունեցած ռազմավարությունից։ Շատ լավ, իրենք գնում են միջազգային էքսպոներ, դա շատ լավ է մատակարարներ գտնելու, բայց մենք ստեղծեցինք Երևանի գաստրոնոմիկ օրերը, որը Երևանի գինու օրերի մի մասն է։ Ինչ ենք անում մենք։ Հրավիրում ենք աշխարհի տարբեր երկրներից լավագույն շեֆ-խոհարարներին, Միշլինյան աստղ ունեցող, Բոգուսդող մրցանակներ ունեցող, դրանք տարբեր մրցանակներ են խոհարարների եւ ռեստորանների, իրենց բերում ենք
կապում ենք գինեգործի հետ եւ կապում ենք հայկական որևէ ռեստորանի հետ, իրենք workshop են կատարում, որպեսզի միջոցառման օրը շոու ցույց տան բեմի վրա։ Ինչ է կատարվում։ Խոհարարը, որը ծանոթանում է հայկական գինուն, հայկական բնամթերքին, համ հայկական բնամթերքով ինքը ցույց է տալիս ոնց կարելի է ռեստորան մտցնել, այսինքն ռեստորանին օգնում է արտադրական դարձնել բնամթերք, որտեղ երբեմն մենք ունենք մեր սեփական բնամթերքը, բայց օգտագործում ենք ներմուծվողը։ Այդ մասը այդքան մեծ չի մեր ազդեցությունը, բայց անում ենք։ Այդ թողնենք, այդ կարևոր չի։ Այս պահի համար մեծ համար ինչ որ կոնկրետ մի Այո։ վայրում։ Այո, կոնկրետ դե տարածքը շատ սահմանափակ է, ինքը Մոսկովյանի վրա մեծ բեմ ա դրվում 100 հոգու համար, որ եւ հյուրասիրվեն եւ նստեն, նայեն եւ նաեւ այստեղ ամենակարևորը, որ այդ շեֆ խոհարարին մենք ներկայացնում ենք 10-ից ավելի գինիներ, ինքը մոտավորապես ասում է ինչ տեսակի գինիներ ա ուզում, հետո այդ 10-ից ավելին ընտրում է մեկին, որին ինքը արդեն ծանոթանում է ու բեմի վրա մենք իրար հետ ենք իրար այդպես սիմբիոզ անում եւ ուտեստը եւ բանը համապատասխանացնում ենք ու իրենք գալիս են շոուի ժամանակ եւ խոսում են, պատմում են, թե ոնց ստացվեց, ինչ համադրություն է, ոնց է հայկական գինին համադրվում իր արած ուտեստի հետ եւ այլն։ Հիմա մեր տեսլականը ինչումն է։ Մենք կարծում ենք հայկական գինին հետ եմ գալիս դեր ասածին, որ ինքը բավականին թանկ սեգմենտ է ու Costco կամ Carrefour սպասարկել չի կարող։ Հա, ռուսաստանյան որոշ սուպերմարկետներ սպասարկել կարող են, որովհետև դրանք գինենյութերով, տարբեր տեսակի պատրաստված, ոչ եվրոպական սերտիֆիկացման կարիք ունեցող մասսայական արտադրվող կարա լինի, որ դեպի Ռուսաստան, Բելարուս, գուցե եթե Կազախստանը որոշ չափով օգտագործում է թեպետ մուսուլմանականը, այդ երկրներ արտահանվող, բայց եթե եվրոպական, արդեն եվրոպական ստանդարտներին համապատասխանողը գնալով նեղանում է քանակը, այն որ կարար որակապես, մենք էլ հող չունենք այդքան, որ արտադրենք այդքան խաղող։ Նշանակում է, որպեսզի մեր լոգիստիկ պայմանների պատճառով, հողի պակասության պատճառով եւ յուրահատկության պատճառով, որովհետեւ շատ է յուրահատուկ էնդեմիկ լավ սորտեր ունենք, այդ ամեն ինչը մասսայական չդառնա, մեր տեսլականը նաեւ որ մեր գինին լավ, հարուստ, luxury սեգմենտի հորեկայի համար է։ Իսկ այդ հորեկաներում որոշում կայացնողը beverage, food and beverage մենեջերներն են ու խոհարարներն են, գլխավոր այդ խոհարարները։ Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում։ Իսկ նիշով իրանք Հա, լինեն։ մենք որպես առանձին ընկերություն չենք խանգարում, չենք ասում, որ հակասում է մեր տեսլականին, ոչ էլ մեր տեսլականն է հակասում պետության կողմից որդեգրված տեսլականին, որ ինչպես պիտի գնա զարգացումը։ Մենք լրացնում ենք այդ մասը, մենք ուզում ենք այդ մասով աշխատել։ Կարող ենք չավելացնել, բայց օրինակ ավելացրել ենք այդ սեգմենտը գինորերի մեջ։ Իսկ թիմի նկատմամբ կա, չգիտեմ, առաջադրանք, որ ժամանակ առ ժամանակ ֆանտազիան աշխատացնի նոր ինչ-որ բաներ լինեն գինորերի ընթացքում։ Սեպտեմբերից երբ հակումը կատարում ենք տվյալ տարվա միջոցառմանը, երբ արդեն վերջ բոլոր տեսակի վերլուծությունները կան, բոլոր տեսակի շնորհակալական նամակներն ու ամեն ինչը գնացել է, ինչպես ասացի, արդեն սկսել է հաջորդ տարվանը, համարյա 1 ամիս թիմը ոչինչով չի զբաղվում, մենք միայն օրինակ նման առաջադրանք կարող ունենանք ուսումնասիրել տարբեր ոլորտի փառատոններ, իր տնտեսական կոմպոնենտը կամ լոգիստիկ կամ թիքեթինգի տոմսակների եւ այլն ամեն մեկը մի բան է վերցնում ու գալիս է թիմային պրեզենտացիաներ են կանում շնորհանդեսներով ներկայացնում ենք ես նման գաղափար ունեցա բացի թիմից մենք նաեւ շատ ենք համագործակցում վերադարձ դեպի հայրենիք նման տարբեր ծրագրեր կան կներեք եթե Ռեպատ Արմենիա։ Մենակ այդ չէ, նկատում եմ այդ ոլորտում աշխատող, այդ ֆորմատով աշխատող երևի 5-6 տարբեր մաների հետ ենք աշխատում, իրենք որ գալիս են, դե կիսով չափ են կամ հայ լինում, իրենց ենք առաջադրանք տալիս, շատ հետաքրքիր է այն երկրից, որ իրանք եկել են, արդեն իրանց երկրի, որտեվ կարող է այնպիսի փառատոն ա, որ մենք չգտնենք, բայց ինքը քանի որ լոկալ է, գիտի այդ փառատոնի մասին, ինքը այդ փառատոնի մասին է խոսում է համայնքի հետ կապ
կապը, համայնքը ոնց է աջակցում եւ այլն։ Այդպես ենք մենք լրացնում մեր գիտելիքը ոլորտի մասին։ Բայց նաեւ թիմային գնում ենք օրինակ անցյալ տարի 11 հոգով մենք գնացինք Madrid Fusion նայելու գաստրոնոմիկ շոուի, թե ինչա, նպատակը ինչն է, որ Madrid շոուն կազմակերպում են, այդ գաստրոնոմիկ եւ նաեւ խոհարարական կապերը։ Վրաստանում կա կինոներ կամ Վրաստանը մեր հիմնական ցավն է, որովհետեւ Վրաստանը ինքը միշտ ունեցել է փոքր փառատոն մայիսին, որ հիմնականում այդպես մայով կա գաղափար կար, չէ, սովետից մնացած, որ համարյա մայիսի 1-ից մինչև 9 չեն աշխատում, մեծ արձակուրդ են վերցնում ու շրջակ, իրենք փոքր փառատոն ունեն, որ այդպես երևի 20 տարի էլ անում են, 20 տարի էլ մնացել է փոքր մի փողոցի փառատոն, կարող է գնալ նայել։ Ես հիշում եմ ինչ-որ տես թեմաներ կար, այդ թեման ովքին կան։ Տեսեք, հիմա ինչ է կատարվում։ Վրաստանը շատ խորամանկ է ու շատ խելացի է։ Այդ առումով 3 տարի առաջ Վրաստանը պետական մակարդակով որոշում կայացրեց, որ ինքը պիտի ունենա տարվա մեջ, բացի այդ փոքրը, որ մայիսին լինում է, այդպես թողել են, կա, դա պիտի 2 խոշոր փառատոններ, էքսպոներ ունենա։ Գինու։ Ամսաթվերը ասեմ ու անունները։ Ուրեմն մեկը կոչվում է Գինու Expo, Georgian Wine Expo։ Ամսաթվերը 3 տարի առաջ են իրենք դա արել։ Հունիսի առաջին ուրբաթ-շաբաթ Կիրակի օրերն է։ Հա, երևի այդ շատ այտենց հայտնի օր է, դրա համար վերցրել են։ Բայց նաև տարվա եղանակը լավն է։ Հա, եղանակը լավն է էքսպոյի համար, որ ներս են մտնում։ Ներս ինքը դրսի։ Երկրորդը, մենք չենք փոխի։ Երկրորդը դա հոկտեմբերին է, բանի օրերին, արենի օրերին, ինչ է կարծում, անունը ինչ է։ Georgian Wine Days։ Թիֆլիսում։ Ոչ, ամբողջ երկրով մեկ։ Ամեն օր մեկ շաբաթ պետական վարչապետի հրամանով ստեղծված ու վարչապետի հովանու ներքո դա մեծ, այսինքն ոչինչ չէր կատարվում այնտեղ, բայց մենակ մեդիա coverage-ը, ծածկույթը դուք տեսնեիք ու մարդիկ որ գնացել էին, մենք հիմնականում արենիի համար դե ֆինանս չկա, որ մեր թիմը նաև օգնում է իմ գործընկերուհուն, որ արենին խելքի բերի, որտեղ ափսոս է իրան կորցնելը անվճար հիմունքներով։ Բայց դրա նկատի ունեմ, դրա համար մենք երբեմն միջազգային շատ ինչ որ բաների չենք դիմում արենիի համար, որ կամ որտեղ այնտեղ ֆինանսներ չկա։ Իսկ բանի համար դիմում ենք։ Մենք հիշում եք, ես ասացի, որ 19 թվականից B2B սեգմենտը մեծացավ։ Եվ 3 տարի առաջ այդ B2B սեգմենտը որ կար, որ մենք ունեինք, դիմում ենք չեն գալիս։ Որտեվ ասում են Վրաստան, ինչ եք տալիս մեզ, եթե միջև այդ ոչ մի նման բան չկար, դե հա կգան։ Ասում ենք դե մենք իրականում չունենք ֆինանսավորում, որ մաքսիմում կարող ենք խնդրել տարբեր գործընկերների հոթելը ձեր տանք։ Ասում եք, գիտեք, Վրաստանը մեզ համար մեդիատուր է կազմակերպում, մեր հոթելն է տալիս, մեր ավիատոմսն է տալիս եւ մեդիա ներկայացուցիչները եւ դիստրիբյուտորները, մատակարարները։ Միգուցե B2B, բայց ես սոցցանցերում ինչքան որ ոչ հայկական սեգմենտի մասն է խոսքը գնում։ Երևանի գինորի մասին միշտ տեսնում եմ մարդկանց հետաքրքրվածությունը, Վրաստանի մասին իմացա նոր։ Այսինքն զբոսաշրջիկը անհատ զբոսաշրջիկը շատ լավ տեղեկացված է, որ Երևանի գինորերը կան ու հետաքրքիր են շատ։ Ճիշտ եք։ Մինչև այնքան ժամանակ, երբ պետությունը իրենց որոշեց, որ արդեն ժամանակն է գինորերը չլինի հայտնի։ Իրենց պետությունը որոշեց, որ գինեորերի 9 հոգանոց էվենտուրա թիմը չպիտի կարողանա այդպիսի գործ անի, ոչ թե մեզ ինչ որ բան արգելելով, այլ այնտեղ PR-ը մեծացնելով։ Դե դուք պատկերացրեք, եթե դա լինի, այլ դուք չեք լսի մեր մասին, որովհետև ոչ մի ալգորիթմ չի տա մեզ արդեն, որտեղ մենք չունենք աշխարհով մեկ չէ, նկատի ունեմ, եթե Վրաստանում որոշեցին, որ իրենք արդեն մեծ գումարները դնում են խոսակցությունը այստեղ կանգնացնեմ 2025 թվականին վրացական մշակույթի օրեր էր։ Ինչ է կարծում, իրենք ինչ էին ընտրել, որ վրացական, որտեղ, երբ
եւ ինչ ֆորմատով էին ընտրել վրացական մշակույթի օրերը, որ պիտի Հայաստանում լինի։ Վրաստանի կառավարությունը։ Որտեղ Ինչ ֆորմատով, որտեղ եւ երբ։ Դե վրացական մշակույթի օրերը Հայաստանում նույնը լինում է։ Մաշտոցի այգում էր ոնց որ։ Ահա, Երևանի գինու օրերը հատուկ էին ընտրել, ասել էին պիտի դա լինի Երևանի գինու օրերին։ Մերոնք ինչի են համոզում։ Հիմնականում այդպես է չեն կարող, եթե մշակութային օրերը ոնց որ իրենք չեն կարող ասել, դա մի քիչ հասկանալի է, այդպես ես այդ մասը չեմ ուզում քննադատաբար, ես ավելի շատ Վրաստանինն եմ հիմա ուզում, ոչ որ չեմ ուզում դեռ ձեռք տալ, թե ինչի մերոնք համաձայնվեցին, այդ մասը մենք իմ բողոքը եւ տեսլակ ասել եմ։ Հիմա ես ուզում եմ ասեմ ձեզ, տեսեք, եթե Վրաստանը ուզեց, որ ասում եք մինչև հիմա, դրանից հետո գուցե դուք ձեր շրջապատ արտասահմանյան ընկերների, եթե իրենք ուզեցին իրենց պետական ֆինանսներով, դուք կարող եք մեր մասին էլ չեք լսելու։ Ես հասկացա, ես Վրաստանի մոտիվացիան հասկանում եմ, որովհետև իրենք միշտ եղել են ռեգիոնի բացարձակ առաջատարը գինու արտադրության, տիպը հայերը կոնյակ են արտադրում, մենք գինի, էլի, բայց այս վերջի 5-7 տարվա ընթացքում հայկական գինու որակ այնքան է բարձրացել, որ այո, իրանք էլ գիտեն, դա շատ լավ գիտակցում են։ Իրանց համար դա հարցն է մեր կառավարությունը ինչի չի մտնում թեմայի մեջ։ Եթե այնտեղ կառավարությունն է կռվում մեր մասնավորի հետ կամ պայքարում դա։ Դե մենք հիմա այս նախընտրականի մեջ լավ PR են անում ձեր գինորերին գալիս են նկարվում են, ասում են Երևանը աշխարհի ամենաուրախ քաղաքն է եւ այլն։ Մենք բոլորին կողմենք, եթե կա բոլորին դեպը, մենք բոլորին կողմենք։ Մեր հարթակը բացարձակ ապաքաղաքական է, որովհետև մենք ուզում ենք 10, 20, 30 կառավարություն էլ անցնի, բայց մենք դեռ լինենք։ Դա մեր տեսլականն է։ 400 տարի չես։ Մնաց երկիրը լինի։ Երկրագունդը չէ, նկատում ես։ Մարսի վրա ինձ թվում է կաճի։ Արենի կաճի։ Մարսը բացա հետի գնանք։ Դե բայց կարելի ասել Արենին ինչով չի, Մարսը ինչով վայոց ձոր չի, որ նայում ես նմանություն կա, Արենին կաճի։ Կարմիր է։ Արենին կաճի է դեմ ասեմ։ Դե հիմա այսպես 10 տարին մենք հիմա ասում ենք մեզ ինքներս մեզ այդպես հանգստացնում ենք, ասում ենք լավ 10 տարի մենք մեծանում էինք, 11-ից շատ մեծ ենք արդեն ու ինչ կառավարություն էլ որ լինի սեպտեմբերին, որովհետև գոնե սեպտեմբերից պիտի սկսենք աշխատել 27-ին, արդեն ուշացել են 27-ի վրա, օրինակ տուրօպերատոր կամ մեդիա PR անելու համար, որ դեռ հասցնեն որոշումներ կայացնեն, դեռ հասցնեն գնային ինչ-որ առաջարկներ ասեն, դեռ հասցնեն տպագրել ու գրել ու ինչ-որ մի բան PR արշավ սկսի, որից հետո ինդիվիդուալը կամ տուրօպերատորը որոշում կայացնի, այդ ժամանակահատվածում Հայաստան գա։ Այդ արդեն դարձավ փետրվար-մարտ։ Ժամանակը շատ այդ ոլորտում իրոք ոնց որ շատ արագ է թռնում։ Դրա համար Վրաստանը այո, մենք չենք ասում իրենք չպիտի անեն, բայց նաև մենք չպիտի հետ մնանք, որովհետև մենք ունենք արտադրանք, որը որակապես չի զիջում ու մենք այդ, այսինքն մենք ոչ թե ներսում դա չենք պրոպագանդում, հիմնական արշավը չի գնում ներսի սպառման համար, արտահանման համար է, այսինքն Երևանի գինու օրերը գործիք է, որ կարելի է օգտագործել գինու արտահանումը ավելացնել։ Մի կողմից գինին ենք արտահանում, մյուս կողմից, այդպես ասած, զբոսաշրջիկ ենք ներմուծում։ Ես դրա համար այդքան շատ ենք սիրում մեր փառատոնը, որովհետև տեսնում ենք ազդեցությունը։ Իրականում երևի զուտ քանակի տեսանկյունից մենք Հայաստանում չկա, չէ՞, նմանատիպ փառատոն, որ այդ կարգի քանակ ապահովի։ Աշխարհում մենք թոփերի մեջ ենք քանակով։ Գինու, բայց ոլորտ, ես չեմ ասում երաժշտական փառատոններ, որովհետև դրանք ուրիշ։ Մենք Ավստրիան ու Ամերիկա։ Բորդոյի փառատոնն է, բավականին մեծ է, բայց հաշվի առեք դա համայնք է, ինքը եւ դա լուրջ, հա, դա է, Գերմանիայում կա, բայց ինքը կոչվում է Երշիկի փառատոն, բայց ուղղակի դա ինքը գինու փառատոն է, անունն է Երշիկի կոչվում։ Դա է աշխարհի մեծերից մեկը,
մի քիչ ֆորմատային տարբերություն կա, նա համարյա այսպես սեգմենտ են կանգնած, կգնա կտեսնեք ընդամենը 10 պավիլիոն, բայց այդ 10 պավիլիոնի մեջ իրանց ներքին սեգմենտավորված կանգնած են, բայց այնպիսի փառատոն, որ քաղաքի կենտրոնում է, որ այդքան կարողանում է ընդամենը 15000 քառակուսի մետր տարածքի վրա է, այդքան զբոսաշրջիկ 3 օրվա մեջ է կարողանում ապահովել, այսինքն մենք այդ top 3-ի մեջ ենք։ Մի սեգմենտով կարող ավել լինենք, մի կրիտերիայով, չափանիշով ավել պակասենք, բայց այդ top 3-ի մեջ ենք։ Ես ավելի շուտ մտածում եմ մեր Հայաստանի տնտեսության impact-ի տեսանկյունից, որ մենք տարբեր էքսպոներ ունենում ենք, չէ՞, օրինակ, չգիտեմ, Digitech-ը չէ՞ լինում ինչ որ տեղ բավականին մեծ էքսպոյա, ուրիշ կոնֆերանսներ լինում, բայց այս կարգի քանակի 3-5 մի քիչ սեգմենտավորել է պետք այդ մասը։ Տեսեք, էքսպոն որ կա, եթե էքսպոն ինչ որ մի բանի վաճառքի է, թիրախային գուցե նեղ, համարյա գնորդը որ եկել է այնտեղ, եթե նույնիսկ B2C է, օրինակ, B2C սեգմենտը, տեսեք, ինքը գիտի կողմնորոշված է, ինքը արդեն որոշումը կայացրել էր, որ այդ գումարը ծախսելու է։ Ուղղակի եկել է տեսնի որ ընկերության միջոցով այդ իր պահանջը լրացնի, այսինքն գտնի համապատասխան, բայց գումարը որ պիտի ծախսվեր, դա պիտի ծախսվեր ու դա հիմնականում հենց ներսում է, այսինքն ներսի տեղացիները այդ գումարը իրար մեջ են ոնց որ շարժը տեղում է։ Գինու փառատոնը եւ ընդհանրապես փառատոնները, ես մենակ Երևանի գինու օրերի վրա չշեշտվեմ, որովհետեւ ես հիմա խոսում եմ որպես Էվենտուրա իրադարձային զբոսաշրջության զարգացման հիմնադրամի համահիմնադիր, որովհետեւ իրադարձային զբոսաշրջության գործիքը փառատոնը ինքը մի քիչ ուրիշ ձև է աշխատում, քան թե էքսպոն։ Տեսեք, դուք բերում եք զբոսաշրջիկ իր գումարով, այդ զբոսաշրջիկ իր գումարը բերեց Հայաստան ու ծախսեց, բայց տեղացին էլ ինքը չի որոշել օրինակ, որ ինքը ծախսելու էր այդ օրը այդքան գումար, ինքը չի որոշել, որ գիտեք գնալու եմ 15 հատ գինի առնեմ, դու ստեղծում ես պայմաններ, որ կարողանում է ինքը, որ ընդհանրապես չէր որոշել, որ պիտի գինու մառանը այսօր լցնի հավելյալ 15 գինով, բայց դու ստեղծում ես պայմաններ, դու ասում ես դու հիմա գնի, ես կառաքեմ քեզ, ոչինչ, դու համտեսիր, հետո որոշումդ կկայացնես, որ կառնես, նման բան կա, դրա համար էլ 3 օրվա ընթացքում միայն 250 ներգրավված ընկերության 3 օրվա շրջանառությունն եմ ասում, $3 միլիոն 3 օրում մարդիկ 250 գործընկեր, թե տարբեր ներգրաված տարբեր գործընկերներ կան, դա եւ տաղավար սարքողն է, եւ աշխատակիցներն է, այդ ամբողջ թվերը իրական թվեր են, որտեղ մենք հարցախույզով պահանջելով նույնիսկ ու ստիպելով այդ թվերը մենք ստանում ենք։ Մասնակից գինեգործական ընկերությունը ինչ է վճարում, որպեսզի մասնակցի։ Եթե ինքը ուզում է սովորական 1 վրանով ներկայանալ, 70,000 դրամ է վճարում, որը ծածկում է պետական տուրքը, գովազդի, ալկոհոլի վաճառք։ 70,000 Հա, եթե ուզում է ինքը պարզապես, իսկ 2 հատը 120,000 դրամ է։ Այսինքն 70,000 դրամով ինքը դոստուպ ունի 70,000 մարդու։ Հա։ Բայց այստեղ պայման կա, որովհետև 250 դրամանոց տոմսակի 150 դրամը ես հարկ եմ վճարում, որովհետև ավելացված արժեքի հարկ վճարող եմ, 200 մնաց, 200-ից 130-ը ես վերադարձնում եմ իրեն, 70 դրամը ինձ որպես կազմակերպիչ։ Այդ մասը չհասկացա։ Տեսեք, ինչպես է ինքը վաճառում, 2 եղանակով, կամ շիշն է վաճառում, որը գնորդը միանգամից գումարը տալիս գնում է, կամ բաժակով։ Այս բաժակը, որպեսզի 130 գրամը ինքը լցնի հաճախորդին, հաճախորդը իրեն տալիս է կտրոն։ Ինքը որոշում է, թե քանի կտրոն է, 15 կտրոն է կամ 5 կտրոն է, 5 անգամ 350 դա վճարեց իրան, 5 անգամ 130 դրամ ես իրեն հետ եմ վերադարձնում։ Ամբողջ շարժը կատարվում է միմիայն մաքուր հաշվապահությամբ։ Մենք մեր մասնակիցների պայմանագրով ստիպում ենք, որ բոլորը պիտի ունենան ՀԴՄ սարքեր, ՀԴՄ սարք չունեցավ, ինքը չի կարող մասնակցել։
Եվ դե չեմ ասում, որ մենք ինքներս դա երկրորդ տարվուց սկսած, որտեղ առաջին տարին, որտեղ ոչ մեկ չգիտեր փառատոնը ինչ է իրանից ներկայացնում, փառատոնների երբեք միջև հիմա էլ չունեն նման բան, որ ինչ որ միտեղ գնաք ու փառատոնը ՀԴՄ սարք ունենա, մենք երկրորդ տարուց ես ասի դա ես չեմ կարողանում հասկանալ ինչու պիտի բիզնեսը հարկ չվճարի իմ գիտակցության մեջ դա չկար առաջի տարին ինձ համար նոր էր երկրորդ տարուց արդեն լրիվ ուրիշ էր Այս տարի ավելի շատ բիզնեսներ են մասնակցելու տեղ չկա 100 գոնե գինեգործ դարձրեցինք, ուզում էինք, որ հոբելյանական թիվեր 10-ամյակ է, 100 լինի, բայց որոշ կրճատեցինք ռեստորանների թիվը, կրճատեցինք մի քանի ակտիվություն, այո, 10-րդ անգամն է, որտեվ տարիով Իսկ որ Պուշկինից չլինի, այլ չգիտեմ, Բյուզանդից լինի, տեղ կանենք Տեսեք, եթե այս տարվա հետ կապված է, այս տարի շատ զգուշ պիտի լինենք, որ ոչ մի ընտրատեղամասի մենք մինչև 100 մետր մոտիկ չլինենք։ Չէ, հարցախմացնել Բայց դպրոցը հենց Պուշկինի խաչմերուկի մոտ 130 մետր դրա համար մենք ունեինք թույլտվությունը, բայց 3 շաբաթ առաջ մենք քաղաքապետարանից ստացանք, իսկ այնտեղ շատ մեծ բեմ էր, ակրոբատիկ շոուներով, պայմանավորված, գեղեցիկ շոուեր այնտեղ լինելու։ 3 շաբաթ առաջ մենք ստացանք, որ դուք իրավունք չունեք դպրոցին մոտիկ լինեք, քաղաքապետարանը նամակ ուղարկեց, եթե օրենքը դա է պահանջում, մենք ուրեմն ենթարկայինք։ Մենք այդ լրիվ փակեցինք, այդ ամեն ինչը Պուշկինի խաչմերուկից մի քիչ դպրոց, մի քիչ է 130 մետր է։ Հա, հենց 130 մետր է։ 50 մետր է օրենքը ասում։ Պիտի մինչև 50 մետր Խոսի դպրոց է։ Արեգնազանը եւ Անդրանիկ Մարգարյանը, երկուսն էլ նույն տեղում են։ Դա իմ չենք գիտեմ, բայց 130 իսկականից Դե 130 չկա, տենց թվում ավելի քիչ է։ Դե մենք Լավ, ինչև է, գնդեր ենք երկուսը լավրում։ Հա, դուք տեսեք ոնց է, դուք կարող եք Աչքաչափով եք, մենք արդեն այդ իսկ իվենտորան ուրիշ բաներով էլ զբաղվում։ Հա, մենք հիմնականում եւ դրսի շուկայի եւ ներսի շուկայում խորհրդատվություն ենք տալիս համայնքների զարգացման հետ կապված զբոսաշրջային, այսինքն համայնքը կարող է գալ, մեզ ասել, օրինակ մենք ուզում ենք զբոսաշրջային հոսք ապահովել, ինչ կարող եք, մենք ուսումնասիրում ենք համայնքը, տեսնում ենք ունին, այսպես ասած, ինչ որ մի պատմություն, թե պետք է հնարել, թե հնարավորություն։ Ենթադրենք 10 հոգի շատ լավ ասեղնագործում է, Մարաշի ասեղնագործություն կա, 10 տատիկ այդտեղ կա։ Ուրեմն կարելի է այդ տնտեսություններին այդպես հավաքել, ասել, որ դուք պատրաստ եք ձեր տանը ընդունել, աշխատարաններ անել, որ ինչ որ մի բան ստեղծվի դրա շուրջը։ Օրինակ ասվի, որ սա կենտրոն է ասեղնագործության, որ այստեղ պահպանվում է հայկական ասեղնագործությունը։ Մի ուրիշ տեղ լավաշը կարող է լինի, որովհետև մարդիկ ավելի շատ ունեն հին թոնիրներ իրենց համայնքում կամ ազատ օգտագործման։ Մեկ ուրիշ տեղ գուցե ոչ մի բան չկա, բայց հորած պանիր ունեն։ Դրա համար մենք հիմնականում գրում տալիս ենք, չենք իրականացնում, կամ էլ որտեվ եթե մենք իրականացնենք մեր պայմաններով պիտի ասենք դուք մի խառնվեք։ Իսկ եթե խառնվեցին, հանկարծ ասեցին, չէ, այս մի բան այդպես չի, համայնքի համար սա այդպես չի, ասում ենք, եկեք մենք գրում ենք տալիս ենք, որովհետև սրա հաջողությունը միայն սրա 100% իրականացումն է։ Այստեղ մեկը մյուսի հետ շատ փոխկապակցված թելեր կա։ Եթե դուք մեկը այնպես չանեք, գուցե չաշխատի։ Հիմա եթե դուք ուզում եք մենք իրականացնենք իմպլեմենտացիան մեր կողմից լինի, ուրեմն պիտի հենց այսպես լինի։ Նույնը որ օրինակ երկար տարիներ ես պահանջել եմ ու բյուրոկրատական պայքարներ մղել եմ ու միշտ էլ ապացուցել եմ որ ճիշտ եմ Երևանի գինորերի հետ կապված է եղել տարբեր օրինակ հյուրասիրությունը ամեն տարի բողոք ենք ստացել ամեն տարի եւ բարձրաստիճան տարբեր այդպես ոլորտներից եւ սովորական այցելուներից ինչու չկա հյուրասիրությունը դա մեր մշակույթի մի մասն է դուք ոնց որ անտեսում եք դա, իսկ ես միշտ ապացուցել եմ, որ եթե հյուրասիրություն դնես, դու ֆինանսապես վճարունակ սեգմենտին ահավոր թույլատրում ես, դու ունես ընդամենը 3 մետր վաճառքի ճակատ,
Դու այդ 3 մետր վաճառքի ճակատը գինեգործ պիտի օգտագործես միայն քո վաճառքի համար եւ զրուցելու համար։ Գուցե նոր պիտակ ես բերել, գուցե նոր արտադրանք ունես, իսկ եթե դու մի կտոր պանիր դրեցիր այդտեղ ու չիր, այդ պանիրն ու չիրը կարիքը չունի քո գնորդը, հավատա։ Դրա համար օրինակ նույնիսկ հյուրասիրության համար պանիր ու չիր, մենք կարող է տուգանենք մարդուն ինքը պայմանագրով է դա այդպես։ Մենք կտուգանենք մարդուն 50, 100, 200,000 դրամ, եթե ինքը բերել ու դրել է այդ պանիրն ու չիրը։ Այսինքն մի քիչ դրանք առանձին տաղավարներ են։ Սնունդը թող սնունդը, որովհետև ալկոհոլը չի կարող առանց սնունդի։ Մարդիկ կհարբեն։ Իսկ մեզ մոտ հավատացեք այն կարծիքները, որ մենք լսում ենք եւ ռուսական, եւ հիմնականում են երկրներում, որտեղ ալկոհոլի օգտագործումը շատ է ու իրենք ուրիշ պատկեր են տեսնում փողոցներում, զարմացած են, որովհետև չկա այն վատ մթնոլորտ այդքան ալկոհոլի, որովհետև մենք շատ ասում ենք ջուր խմեք եւ ասում ենք անպայման յուրաքանչյուր 2 գին դե 2 չէ, որովհետև հիմնականում 20-25 ռեստորանա 100 գինեգործի դեպքում համարյա 4 տաղավարը մեկ մի սնունդ կա։ Ստացվում է Ես 25 տարի առաջ մասնակցել եմ Նոր Օրլեանի փառատոնին, որը Մաղդիգաս։ Մարտի Գրա։ 7 օր այնտեղ անընդմեջ խմում են ու դա ուղղակի նկարագրելի է ինչ դասյակություն չասեմ, ինչ կանոնակարգված վիճակ Երևանում է ու ինչ այլանդակ վիճակ Նոր Օրլեանում է։ Մեր մոտ ցույցեր բաներ ալնում, սովորաբար ոչ մի բան չեն կոտրում, էլի, տարբերություն Արտագերտ Եվրոպայի։ Հա, ես իմ գործընկերուհին գնացինք Մյունխեն, Օկտոբերֆեստի, մենք ապշել ենք, եթե մեզ մոտ նման բան կատարվեր 4 ժամ հետո միջոցառումից 16 հոգու դեմքը փակած, որից մեկը մահացավ տանեին, այդ Երևանի գինորերը մեզ էլ հետո կփակեին։ Դուք մասնակցել եք գինորին։ Ես, այո, ցավոք եւ չեմ խմելու։ Այդ է ուզում հարցնել, որպես ռելաքս մասնակից, թե այնպես կառավարող դեմքով։ Գիտեք, ինչ ստրեսային է։ Այդքան մարդկային կյանքի պատասխանատու ես։ Օրինակ, հենց հիմա մենք շատ լուրջ դատական գործի մեջ ենք ընկերություններից մեկի հետ, որ մենք իրենց չենք թողնում մասնակցել, որովհետև անցյալ տարի իրենց պատճառով մարդը, որ ստեղծել էին շատ մեծ երաժշտությունը չէին անջատում, իսկ մենք ոստիկանությունով պահանջեցինք, որ անջատել, բայց մինչև այդ ամբողջ գործընթացը շատ հավաքվեց, այդ փակվել էր ոնց որ մարդիկ ու մեջը մարդ վատացավ, այդ որտեվ բանի շնչահեղձ էր լինում։ Կարմիր խաչը չէր կարողանում հաներ ու ասենք այդ ստրեսը, երբ որ դու գիտես մարդու կյանքի համար ու մանավանդ դու գիտես նման խնդիրներ կարա առաջանա, բայց երբ որ քո գործընկերը ունի պայմանագրային պայմաններ, գիտի, դու երկար աշխատանք ես տարել ու ինքը այդ բանը չի պահպանում, կանոնները չեն պահպանում, օրինակ, այսինքն մենք չենք կարա հանգիստ լինենք, մենք պատասխանատու ենք այդքան մարդու համար, մենք արագ ոստիկանությանն ենք աճ կամ ձախ ուղարկում, որ իրան գիտեն որտեղ է խնդիրը առաջացել եւ այլն եւ այլն։ Շատ մեծ է խնդիրները կամ օրինակ ամբողջ 100 հոգանոց թիմով նայում ենք ով հանկարծ խախտում է արել, օրինակ գազաբերել, գազի բալոններ, որը արգելում ենք բաց։ Բոլոր տեղերում կա, բոլոր ուզում է պետական, ոչ պետական միջոցառումներ գնաք, կա, մենք արգելում ենք։ Մենք ասում ենք գազի բալոն չպիտի լինի, թեպետ դա մեզ համար կրկնակի թանկացնում է էլեկտրաֆիկացման գինը, բայց մենք ասում ենք գազի բալոն չպիտի լինի։ Ու դա ասենք կարող է այդ րոպեին տաղավարին կամ ասենք կես ժամ ենք տալիս որևէ այլ լուծում գտի կամ ուղղակի փակվում ես, չես կարող։ Ոսրան ներքին գործերի նախարարության հետ բավականին լուրջ համագործակցություն է, որ քանի հոգի պետք է լինեն, որ կետերում, որ դա ամենը։ Մենք նույնիսկ շատ դեպքում նույնիսկ չգիտենք, որտեղ կարող է լինել եւ քաղաքացիական հագուստով լինեն, բայց հիմնականում այո ջոկատներով կանգնած են, մենք առանց իրենց թույլտվության մենք չենք կարող ոչ բարեկային, այսինքն ոչ ճանապարհային, ոչ վերահսկող ու ասեմ ձեզ, այսքան տարի նման ես պետական մարմին չեմ տեսել, որ աշխատի այդքան հստակ։
հստակ կա հրահանգը, հստակ իրենք անում են, իրենք են մեզ տալիս հստակ հրահանգ ու պահանջում են, գիտեն, չկա մի բան, որ օրինակ այսօր մի պետը ասեց մի բան, հաջորդ օրը պետը կգա ու կփոխի, չկա նման բան։ Իրենք իրանց ներքին համակարգում այնքան բարձր է իրազեկվածությունը, թող, չգիտեմ, գուցե ուրիշ փորձառություններ ունեք, մենք լրիվ ուրիշ փորձառություն ունենք ոստիկանության հետ ու ապշում ենք այսքան տարի ոնց կարելի է գնանք քննարկենք, ասեցին այո, այոն լինում է, ասեցին ոչ դա չի լինի, ուրեմն ոչ բացատրում են, որ դա օրինակ անվտանգության հետ կապված կամ չգիտեմ ինչի հետ կապված չի լինի ու վերջ։ Մենք էլ փորձում ենք ելքերը գտնում ենք։ Մենք շատ գոհ ենք հենց ոստիկանության։ Առանց իրանց Երևանի գինու օրեր չէր լինի։ Հասկանալի է, որովհետև անվտանգությունը գլխավոր գործոնն է այդտեղ։ Այդքան մարդ է գնում, երեխեքի հետ են գնում։ Դուք նույնիսկ երբեմն չեք որպես այցելու չեք էլ տեսնում ինչքան բեքգրաունդում գործ է։ Հա, գործ է արվում, որ հանգիստ անցնի ամեն ինչը։ Դրա համար մենք թիմով պլյուս այդ օրերի համար մոտավորապես 100 ինժեներական թիմ է աշխատում, դե ոստիկանությունը իր թվերը ինքը գիտի, մեր մոտավորապես 20-30 անվտանգային աշխատակիցներն են, պլյուս 100 հոգի վերահսկող կամավոր չասեմ, բայց դրանք երիտասարդներ են, ուղղակի խնդիրը տեսնում են, խնդիրը հայտնում են մեր անվտանգությանը, մեր անվտանգությունը եթե կարողանում է ինքնահարցը լուծում, եթե չի կարողանում ոստիկանությանն է, նայած ում դաշտում է։ Դա դեպքում Սարյանը լինելով նեղ, ինքը նեղ տեղ է, էլի 12 մետր։ Ահա։ Եթե այդքան մարդ է գալիս, անվտանգության հարց է լուծում, որ շատ ավելի բարդ է, երբ որ նեղ է փողոցը, չէ՞։ Ավելի լայն տեղ չեն կարողանում գտնել այս գինորերի համար։ Չէ, քաղաքը չունի։ Չկա, այնպես չի որ Սարյանում տեսեք ոնց է, մենք գուցե կգնայինք ուրիշ տեղ։ Եթե երաշխավորություն ստանայինք, որ մեր տեղը, մեր ստեղծած համբավը չեն գա ու մեկ այլ ընկերություն չի օգտագործի։ Իմաստը որն է, մենք դուրս գանք մի բանից, որ արդեն անուն հանել ենք ու գամ փչացնեն, որը դեպք եղել է։ Հա, բայց տեղը եթե հիմա եթե 60000 հոգի է օրական տեղանում, իսկ որ կարող ավելի շատ մարդ ուզում մասնակցի։ Տեղ ասեք։ Բայց չգիտեմ, ես չկա, քաղաքում չկա։ Հա, դենց չի որ մենք գիտենք հատուկ պանակ ունենք, որտեղ գրված է Երևան քաղաքի ողջ տարածքների քառակուսի մետրերը։ Ամբողջը Google Earth-ից հանած։ Ստադիոնի մոտ բան այստեղ։ Դե այնտեղ նայեք փոշի է, այնտեղ համարյա գնում ես ընկնում ես անհատի ձեռքը։ Անհատի ձեռքն էլ մի ուրիշ պատիժ է ընկնելը, ասենք այս բյուրոկրատականը էլի կարողանում ենք տակից դուրս գալ։ Անհատի քմահաճույքը պետականի դեպքում դու գիտեք պետականին բացատրում ես, մի աստիճանը չհասկացավ, երկրորդ աստիճանը կհասկանա, երրորդ անհատի դեպքում շատ լուրջ է իր կամայական ուղակի նախ եղել են դեպքեր, ասենք մի օր առաջ ինքը կարող է որոշի, որ չի ուզում կամ այդ գնով չի ուզում, որ դու վճարես իր մոտ։ Չէ, դրանք խնդիրներ են, բայց այնպես չի, որ այնտեղ այդպես լավներ էլի համակարգը ամբողջ ամեն ինչը ստեղծած։ Չկա, իսկ մենք մեր ոճը փողոցային փառատոն է։ Մենք չենք կարող գնալ ստադիոնի ներս, մենք չենք կարող գնալ, որովհետև եթե գնացինք ցանկացած մեծ քաղաք ունի պահանջ urban fest-ի։ Ունի դա մեծ քաղաքը։ Հիմա մենք պիտի, եթե որոշում ենք կայացնում, որ մեր քաղաքը կարիք չունի, շատ լավ։ Օրենքով արգելում են մեզ, գիտենք, որ համ մեզ արգելեցին, համ բոլորին արգելեցին։ Հիմա եթե բոլորին չի արգելվելու, դրա համար խնդրում ենք, որ գոնե ստացանք երաշխիք, որ էլ Սարյանում անցյալ տարվանից ենք ստացել, նախանցած տարվանից ենք ստացել երաշխիք, որ էլ Սարյանում ոչ մի ուրիշ բան թույլ չեն տա, որպեսզի մեր անունը, մեր համբավը չփչացնեն, պլյուս միակ հնարավոր տեղը հրապարակն է, որ մենք կարողանանք իրեն ճիշտ սեգմենտավորել, գոտիավորել ու դարձնել փառատոն տարվա մեջ 4 օր պիտի փակ մնա ուղղակի։ Դա մարդիկ գործի չեն գնա։ Այդ գործ չէ, ուրբաթ շաբաթ կիրակ են, դա 3 օր հանգիստ կլինեն պետական աշխատողները։ Դե ոչ մի բան, պետական աշխատողը գալիս է, պետական աշխատողի սահմանափակում չկա։ Չէ, մենակ իրանք չէ, իրականում դա կան Մարիոտը կա, չգիտեմ, Converse-ը ինչ կան դեղ։
Դու նկատի ունես հրապարակում։ որ փակ լինի, էլի։ Դե Մարիոթի աշխատանքը չի փակ։ Մարիոթի եթե Մարիոթի հյուրերն է դակրած հետնամասում է։ Հետնամասով է իր ծառայողականը։ Բոլորն էլ հետնամասերում ունեն ծառայողական մուտքեր եւ մուտքերը մենք չենք էլ փակելու իրենց հիմնական ունենք գծած որտեղ փիչավոր։ Դե որ կարողանան, նայեք, խնդիրը նրանում է, որ միևնույն քանակով մասնակից, եթե ես նույնիսկ մասնակից չավելացնեմ հրապարակում, նույն մասնակիցը 4 անգամ ավել շրջանառություն է անելու, եթե հրապարակում լինի, որովհետև ռոտացիա է կատարվելու մարդկանց։ Իսկ այս դեպքում ժամը 7-ից հետո նույն 3 մետրի դեմը մարդիկ Այն որ մեջտեղով են գնում ընդհանրապես չեն հասնում տաղավարներին, իրենք ուզում են գնել ինչ որ բան, բայց չեն հասնում, իսկ այս բանի մոտ վաճառող գինեգործի մոտ նույն մարդն է կանգնած, որը արդեն սպառել է իր պահանջարկը արել, ոնց որ սպառված է այդ մասով։ Էլ չունի գնում չի կատարելու։ Ռոտացիա չի լինում, վաճառք չի լինում։ Քանի օքեյ ակնկալում ես տարի։ Սարսափելի շատ։ Ես գովազդները կանգնացրել եմ եւ միջազգային եւ մոտավորապես 2 շաբաթ առաջ։ Կարող է ինչ-որ բաներ հիմա իներցիայով գնում է 1-2, բայց լրիվ կանգնացրել եմ, որտեղ ասում իմաստ չկա։ Հա դատա ենք հավաքում, շատ լավ էր, բայց ես արդեն վախենում եմ ու անհարմար եմ զգում բոլոր այն, որ տեսնում եմ եւս մեկը ֆինլանդացի գնեց բանը, եւս իսրայելացի 7 փաթեթ է գնել, այն մեկը միացյալ թագավորությունից էլի 3 հատ գնել է, այդ նշանակում է 3 հոգով են գալու։ Ես հենց նայում եմ ու հասկանում եմ, այս մարդկանց դեմ մենք ուղակի այսպես անհարմար է լինելու, այնքան նեղ է լինելու, այնքան անհարմար է լինելու, որ ավելավա չգան։ Այս մի քանի օր լինելու է MAC affiliate conference-ը կրիպտոյի ու գեմբլինգի, հաջորդ weekend-ին լինելու են գինու օրերը, այս 10 օրը ոչ մի հյուրանոցում ոչ մի տեղ չկա։ Նո։ Ոչ։ Լավ։ Ես բարի նոտայի վրա առաջարկում եմ կանգնենք, որովհետև շատ sense Բայց մի շնչով զրույց էր։ Կարանք անverջ խոսանք ինձ թվում, հա։ Մենք այնքան շատ ենք սիրում մեր գործը։ Գիտեմ, Ես չեմ դա ասում, դուք որ շատ փառատոնն ենք սիրում։ ոգևորված եք Մենք մեր մեր գործը, որովհետև Գործը տես պիտան է։ հա։ Ու մեր թիմը 9 աղջիկ ենք։ 9 աղջիկ ընդամենը ու աղջիկներով ու այդպես հոգատար շատ թիմ ենք։ Женский բատալյոն։ Girl power։ Դե կուզենք տղա միանա, եթե կուզենք։ Ուղղակի չեն դիմանում։ Մենք այդ մտավոր ռեսուրսը որ միանա։ Ստամինա։ Ֆանտազիան այդքան չի։ Քարակուսի ենք մենք։ Կարանք հարցեր տալ։ Սիրելի ունկնդիրներ, այսքանով ավարտենք, շնորհակալություն հայտնենք մերին, հաջողություններ ցանկանանք ձեր փառատոնին, ամփորձանք ամենակարևորը, բարձր տրամադրություն, շարունակեք հետևել մեզ, բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը եւ մինչ նոր հանդիպում։